Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Պատմական օր Հայաստանի և Արցախի համար Արցախի իշխանությունը այցելել է Եռաբլուր։ Հանդիպումներ Վաշինգտոնում, ում է հանդիպել Փաշինյանը և ինչ նպատակով է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ավստրիայում ավարտվել է եպիսկոպոսաց հավաքը, ինչ հայտարարություն են արել հավաքի մասնակիցները։ Ավրորա հիմնադրամը դատապարտում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, ինչ կոչ է անում հիմնադրամը։ Չինաստան, Ռուսաստան, Իրան համատեղ զորավարժություններ, ինչ հետևանքներ կունենա։ Վերջնաժամկետը մոտ է, Թրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին խաղաղության ճանապարհին։ Այս պահին ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները լայնածավալ գործողություններ են իրականացնում Արմավիրի մարզում։ Մոտ 20 հասցեներում, այդ թվում Մերձավան համայնքում կատարվում են խուզարկություններ։ Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Թե որն է խուզարկությունների պատճառը, դեռ պարզ չէ։ Իսկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների գործով իրավապահները փորձում են բացահայտել հնարավոր բոլոր ներգրավվածներին։ Կրակոցներից տուժած և հոսպիտալացված քաղաքացիներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 3-ինը ծանր։ Դեպքի վայրում Սեդա Մակարյանն է եղել։ Մեկ մարդու կյանք խլած միջադեպը հենց այստեղ է տեղի ունեցել։ Աջափնյակի թաղամասերից մեկում փետրվարի 18-ին 15:00-ի սահմաններում մի խումբ անձինք անկանոն կրակել են միմյանց ուղղությամբ, որի հետևանքով 7 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է հենց վիրահատության սենյակում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվողների ինքնությունները պարզվել են, սակայն նրանց բացահայտել չի հաջողվել։ Օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են։ Բնակելի թաղամասում օրը ցերեկով միմյանց դանակահարել ու գնդակահարել են։ Արյան հետքերն այս հատվածում դեռ թարմ են։ Կրակոցի ձայները լսել են բնակիչները, բակում խաղացող երեխաներն էլ վախեցել։ Ձեն ենքան բարձր է, որ երեխեք անգամ այդ ձենից վախից փախան։ Միջադեպին ականատես բնակիչները չեն ճանաչում մասնակիցներին, ասում են, իրենց բակը հանգիստ ու խաղաղ է։ Զարմացած չեն միջադեպից, բայց զարմացած են, որ իրենց բակում է տեղի ունեցել։ Վերջերս շուշուտ ենք լսում նմանատիպ բաներ, դրա համար արդեն ոնց որ սովորական ինչ-որ բան լինի։ Ամեն դեպքում ես երեխեքին չեմ հանում դուրս։ Հարուցվել է քրեական վարույթ, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենքի շրջանառության հատկանիշներով։ Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքներն ու շարժառիթները։ Ենթադրյալ հանցագործները դեռ ազատության մեջ են։ Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված 6 վիրավորներից մեկն արդեն տանն է։ Բոլորը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակով։ 3-4-ի շրջագայքում 7 տուժած են տեղափոխվել Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն և ցավոք սրտի 7-ից մեկը մահացել է վիրասրահում, մնացածին նաև ցուցաբերվել է բժշկական տարբեր օգնություն, վիրահատվել են բոլորը, ելնելով ծանրության աստիճանից նաև տարբեր վիրահատություններ են կատարվել։ Փառք Աստծո, հիմա բոլորի վիճակը կայուն է, մենք ծայրահեղ ծանր կամ ծանր հիվանդ չունենք, վերահսկել իրավիճակը, միջին ծառայության է գնահատվում։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով նմանօրինակ միջադեպերի պատճառը կրթությունն է։ Երեկվա տեղի ունեցած միջադեպը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Դեպքի վայրից տարածված տեսանյութերը վկայում են, որ կրակոցները եղել են ինտենսիվ եւ անկառավարելի։ Սա հերթական դեպքն է, երբ մայրաքաղաքի բնակելի թաղամասում զինված հաշվեհարդար է տեղի ունենում, վտանգի տակ դնելով պատահական քաղաքացիների կյանքը։ Հարցերը սակայն մնում են անպատասխան։ Ինչպես են զենքեր հայտնվում մարդկանց մոտ։ Ինչպես է խմբակային զինված բախում տեղի ունենում բնակելի թաղամասերում և ինչու կանխարգելիչ մեխանիզմները չեն գործում։ Քննությունը շարունակվում է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, ABC Media։
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Նույն մարզի 20-ամյա բնակիչը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելու գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել հողամասում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդը ծառայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Արցախյան շարժման 38-ամյակն է։ Արցախի և Հայաստանի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել շարժմանը հաջորդած պատերազմներում զոհված տղաների հիշատակին։ «1988 թվականի հենց այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում ընդունեց դիմել խորհրդային իշխանություններին մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու հարցով։ Այս որոշումը դարձավ Արցախյան շարժման սկիզբը։ Դրան հետևեցին բազմամարդ ցույցեր թե Ստեփանագերտում, թե Երևանում, որոնք վերածվեցին համազգային պայքարի։ Ну неужели вы думаете, что Центральный комитет партии не любит вас? Ոչ մի վարքյան չենք կարող մնալ այս ռեսպուբլիկայում, չենք կարող մնալ անջատում ու միայն անջատում։ Այսօր հավաքվել են մարզի աշխատավորական շրջանների բոլոր ներկայացուցիչները, ինտելիգենցիայից, բանվորներ, գյուղացիներ, տարբեր բնակավարներում աշխատող մարդիկ։ Սակայն 38 տարի անց քաղաքական օրակարգը կտրուկ փոխվել է։ Նույն հակամարտության կողմերը այսօր հանդիպում են միջազգային դիվանագիտական հարթակներում արդեն այլ կարգավիճակով և այլ պայմաններում։ Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում խորհրդի նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով ջերմորեն միմյանց ձեռք են սեղմել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Թրամփը խնդրել է ցույց տալ, որ նրանք արդեն ընկերներ են։ Միացյալ Նահանգների նախագահը նրանց ոտքի է կանգնեցրել որպես իր հաստատած խաղաղության վառ օրինակ։ Վստահ չեմ, կարելի է արդյոք ասել նման բան։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Նրանք ընկերացել են։ Ոտքի կանգնեք, ոտքի, դուք ընկերացել եք պատերազմից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը խորհրդի նիստում շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին, ընդգծելով, որ նրանց գործընկերությունը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել առաջնորդության միջոցով։ Շնորհակալություն բոլորից սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը։ Երբ դուք մի կողմ եք դնում զենքը, սպանությունները և ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի բարգավաճման համար, մեծ բաներ կարող են տեղի ունենալ։ Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ էլ ձեր արածի համար։ Նիստից հետո Փաշինյանը կարճ զրուցել է Թրամփի հետ։ Նա տեսանյութ է հրապարակել, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին են զրուցել։ Նիստի մեկնարկից առաջ էլ Փաշինյանը ոտքի վրա ոչ պաշտոնական շփում է ունեցել Ալիևի հետ։ Նշեմ, որ ավելի քան 45 երկրների ներկայացուցիչ է հավաքվել Վաշինգտոնում խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու։
think we have to smile. A lot of good things. Թրամփը խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտնել է, որ Ադրբեջանը չնայած անդամակցությանը հրաժարվել է մասնակցել ֆինանսավորմանը, իսկ Հայաստանը կմասնակցի ֆինանսավորմանը, թե ոչ, դեռ պարզ չէ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ջերմ ժեստերով ցույց է տալիս, թե Ալիևի հետ լավ հարաբերություններ ունի, իրականությունը այլ է։ Ադրբեջանը խաղաղության շղարշի տակ առաջ է տանում իր քաղաքական օրակարգը, որին արձագանքել է Ավրորա մարդասիրական հիմնադրամը, որը խստորեն դատապարտում է Արցախի նախկին պետնախարար Ավրորա նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի դատավճիռը եւ կոչ է անում նրան անհապաղ ազատ արձակել։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Արցախում նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։ Ռուբենի գործունեությունը հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է Ավրորան։ Իսկ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում կազմակերպված եպիսկոպոսաց հավաքը ավարտվել է։ Հավաքի մասնակիցները Հայաստանի իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել սահմանադրությամբ եւ հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Նրանց հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի այսպես կոչված բարենորոգման ծրագրին ոչ թե 10, այլ 8 սրբազան է միացել։ Հայտարարությունը ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան arczepiskopos Տերտերյանն է, որի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած փաստաթղթի տակ։ Դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքներն ու հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, եկեղեցի պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման եւ ազգային շահի առաջնահերթության վրա։ Վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին։ Ազատ արձակել կալանավորված 4 սրբազան մեր եղբայրներին, քահանային, նաեւ եկեղեցու ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի սահմանադրությամբ, օրենսդրությամբ եւ միջազգային օրենքներով եւ հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին, արկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների, զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Վերադառնանք Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նաև Իրանի հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Թրամփը զգուշացրել է, որ կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։ Ինչպես գիտեք, լավ բանակցություններ են ընթանում։ Անցած տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի հետ նշանակալի գործարք կնքելը հեշտ չէ։ Մենք պետք է նշանակալի գործարք կնքենք, այլապես վատ բաներ տեղի կունենան։ Ամերիկյան աղբյուրների համաձայն Պենտագոնը պատրաստ է Իրանի դեմ հնարավոր գործողությունների։ Իրանում զորավարժության ընթացքում առաջին անգամ մասնակիորեն փակվել է նեղուցը, իսկ անմիջապես հետո անցկացվել է ռուս-իրանական նոր համատեղ զորավարժություն, ինչը իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով ցույց է տալիս իրավիճակի լարվածությունը։ Երկու կողմերից էլ այս ամենը տարօրինակորեն ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցույց է, որ թե Թեհրանը, թե Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը եւ տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա եւ այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։ Մինչդեռ դատելով թե փոխնախագահ Վենսի, թե Սպիտակ տան խոսնակի, թե Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։ Սա նշանակում է արդյոք, թե վաղը պատերազմ չի սկսվի։ Ոչ ոք չգիտի։ Այս պահին կարծում եմ, դա չգիտի նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի։ Մոսկվան եւս զսպվածության կոչ է անում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանի վրա ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա։
Սա լավ հետևանքներ չի ունենա։ Արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին, եւ որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային։ Բոլորն էլ հասկանում են, որ սա նման է կրակի հետ խաղալուն։ Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ եւ որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանը անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն։ Մինչ միջազգային հանրությունը խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան լարվածության եւ հնարավոր բախման մասին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը առաջարկել է սահմանել խաղաղության հատուկ մրցանակ ԱՄՆ նախագահի համար։ Առաջարկում եմ խաղաղության խորհրդի շրջանակում հատուկ մրցանակ շնորհել ԱՄՆ նախագահին խաղաղության ոլորտում նշանակալի ծառայությունների համար, ասել է Տոկաևը։ Միջազգային մյուս տուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի ցուցարարներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նրանք անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել Ալիևի հասցեին։ Ռուսաստանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում։ Հաղորդվում է, որ զորավարժությունները պլանավորված են եղել նախապես եւ դրանք որևէ կապ չունեն Միացյալ Նահանգներ Իրան լարվածության հետ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն աշխատավորական կուսակցության կարևորագույն համագումարից առաջ մասնակցել է հրթիռային կայանքների ցուցադրությանը, անգամ նստել կայանքով մեքենայի ղեկին։ Պետական հեռուստատեսությունը նաև ցույց է տվել, թե ինչպես է Կիմ Չեն Ընը մայրաքաղաքում նոր բնակարանային նախագծի շինարարություն սկսում։ Իրանում բրիտանացի զույգը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Լինցի ու Քրեյգ Ֆորմանները ձերբակալվել էին 2025 թվականի հունվարին Իրանում աշխարհով մեկ մոտոցիկլետով շրջագայելիս։ Նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար, ինչը Ֆորման զույգը կտրականապես հերքում է։ Նրանք այժմ գտնվում են Թեհրանի Էվին բանտում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը դատապարտել է որոշումը, այն անվանելով սարսափելի եւ անհիմն։ Վատիկանն արհեստական բանականություն կօգտագործի պատարակները 60 լեզվով թարգմանելու համար։ Ծրագիրը թույլ կտա հավատացյալներին պատարակներին հետևել իրենց սմարթֆոններով։ AI-ի միջոցով կատարվող թարգմանությունը կգործի QR կոդի միջոցով, որը մասնակիցները կարող են սկանավորել Վատիկանի մուտքերի մոտ։ Այնուհետև նրանք կստանան իրական ժամանակում աուդիո եւ տեքստային թարգմանություններ առանց հավելված ներբեռնելու անհրաժեշտության։ Մոսկվայում ձյանառատ տեղումներ են գրանցվել, որը կաթվածահար է արել երթևեկությունը։ Մոսկվայի կանգառներում հսկայական հերթեր են գոյացել։ Մոսկվային հարվածած Վալի ցիկլոնը մարզից կշարժվի դեպի Սանկտ Պետերբուրգ։ Յարոսլավլ եւ Վլադիմիր քաղաքները նույնպես կարող են տուժել։ Ֆիլիպիններում ժայթքել է Կանլաուն հրաբուխը, մոխրիսյան բարձրությունը հասել է 4.5 կիլոմետրի։ Տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ է արվել լքել խառնարանից 4 կիլոմետր շառավղով գոտին։ Ես չպետք է խմեի, ավստրալացի հեռուստալրագրող Դանիկա Մեյսոնը ներողություն է խնդրել ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրից հարբած ուղիղ եթեր դուրս գալու համար։ Նա դժվարացել է արտաբերել բառերը եւ անընդհատ շպտացել է։ Զարա Սարգսյան, ABC Media։ Եվ վերջում Դոնալդ Թրամփը քնել է խաղաղության խորհրդի նիստի ընթացքում։ The successful implementation of the second phase of the Gaza peace plan. This includes ensuring a lasting ceasefire. Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։